Բարև ձեզ, եթերում ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի կնքմանը։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ մի քանի շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում կողմերը մոտեցել են համաձայնագրի նախագծի շուրջ պայմանավորվածության։ Փաստաթուղթը նպատակ ունի վերականգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարը, ինչպես նաև վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ որոշ աղբյուրների, հնարավոր նոր համաձայնագիրը կարող է հաշվի առնել Իրանի պահանջները Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ստանալու վերաբերյալ։ Նշենք, որ այսպիսի լիազորություններ Թեհրանը մինչև ռազմական գործողությունների մեկնարկը չի ունեցել։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակավորապես հրաժարվում է Իրանի դեմ լայնածավալ հարվածների սպառնալիքներն իրականացնելուց բանակցություններին հնարավորություն տալու համար։ Միևնույն ժամանակ մտավախություն կա, որ եթե առաջիկայում համաձայնություն ձեռք չբերվի, Վաշինգտոնը կարող է հավանություն տալ Իրանի դեմ ավելի լայն ռազմական գործողությունների իրականացմանը։ Իր հերթին Իրանի խորհրդարանը հայտնել է, որ կքննարկի օրինագիծ, որով նախատեսվում է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով և տուրքեր սահմանել առևտրային նավերի համար։ Բաքուն անհրաժեշտության դեպքում պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային։ Այս մասին օգոստոսի 6-ին Կիևում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova։ Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին, էներգետիկ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձել են Ուկրաինայի վերականգնման գործընթացում Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը։ Ավելի ուշ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում գրել է. Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին օրերից մեզ ցուցաբերած մարդասիրական օգնության համար, հատկապես Ուկրաինային էներգետիկ կայունության ապահովմանն աջակցելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների և երկրի վերականգնման աշխատանքների մասնակցելու համար։ Ուկրաինան բարձր է գնահատում Ադրբեջանի անփոփոխ աջակցությունը մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան անդրադառնալով Սիբիհա Բայրամով հանդիպմանը նշել է. Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կդառնա Ուկրաինայի զենքի մատակարար։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Կովկասում իրավիճակը մի փոքր կփոխվի։ Սա առաջին հերթին պայմանավորված է Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներով։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում ուկրաինական հարցում։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Արիք Էլիմլիի վերաբերյալ, պնդելով, որ նրա կալանքի պայմաններն ավելի են վատացել France 24-ին տված հարցազրույցից հետո։ Կազմակերպության տվյալներով սահմանափակվել է Քերիմլիի և ընտանիքի հետ հեռախոսազանգերը, իսկ բանտախցում ստեղծվել են Քերիմլիի հանգստին և քնին խոչընդոտող պայմաններ։ Հոդվածում նաև նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերքել երկրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների մասին մեղադրանքները, պնդելով, որ բոլոր կալանավորվածները պատասխանատվության են ենթարկվել քրեական հանցագործությունների համար։ Միևնույն ժամանակ իրավապաշտպանների գնահատմամբ երկրում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, իսկ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ իրենց հետապնդումները քաղաքական շարժառիթներով են պայմանավորում։ Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել. Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն պատժից սահմանափակումները, ազատ արձակեն Քերիմլիին կալանքից և հանեն անհիմն մեղադրանքները։ Ադրբեջանի միջազգային գործընկերները երկկողմ հանդիպումների ընթացքում պետք է հրապարակայնորեն բարձրացնեն այս հարցը։ Մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Լոնդոնում գործող Human Rights Solidarity իրավապաշտպան կազմակերպությունը՝ ի պաշտպանություն ադրբեջանական անկախ լրատվամիջոց Meydan TV-ի կալանավորված լրագրող Այթաջ Թաբդիղի։ Հայտարարության մեջ ասվում է, որ շնչառական խնդիրներից տևական ժամանակ տառապող լրագրողը զրկված է բժշկական անհրաժեշտ օգնությունից, իսկ բուժժնության վերաբերյալ նրա պաշտոնական դիմումները մինչև այժմ անպատասխան են մնացել։ Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Այթաջ Թաբդիղը Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների դեմ իրականացվող ճնշումների շրջանակում կալանավորված առնվազն 24 լրագրողներից մեկն է։ Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են կիսով չափ կրճատել երկու երկրների սահմանով բեռնատար գնացների անցման ժամանակը։ Համապատասխան որոշումն ընդունվել է երկու երկրների երկաթուղային վարձությունների ղեկավարների հանդիպման ընթացքում։ Նոր կարգի համաձայն վագոնների տեխնիկական զննումն այլևս երկու անգամ չի իրականացվի։ Ադրբեջանից Վրաստան մեկնող գնացքները կստուգվեն միայն Բոյուք Քեսիկ կայարանում,
իսկ Վրաստանից Ադրբեջան ուղևորվողները միայն Թբիլիսիի հանգուցային կայարանում։ Նշվում է, որ նոր համակարգն արդեն հաջողությամբ փորձարկվել է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Բաքու-Թբիլիսի երթուղով լրացուցիչ գնացքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն ընդգծել են սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հսկման միջոցառումների արագացման կարևորությունը, ուղևորների սպասարկումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Վրաստանի պետական բուհերում բարձրագույն կրթությունն անվճար կլինի որոշակի նախապայմաններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Անվճար բարձրագույն կրթության վերաբերյալ շատ հստակ հայտարարություն է արվել։ Վրաստանում առաջին անգամ պետական բուհերում ուսանողների համար բարձրագույն կրթությունը կլինի անվճար։ Այստեղ ստեղծվել են որոշակի մեխանիզմներ, որպեսզի ուսանողը չկորցնի սովորելու իր մոտիվացիան։ Եթե ուսանողը 1 կիսամյակի ընթացքում չի կարողանում անցնել 2 առարկա, նշանակում է ներգրավված չէ ուսումնական գործընթացում։ Այս դեպքում 3-րդ կիսամյակից սկսած ֆինանսավորումը կկրճատվի։ Թուրքիայում ընթանում են Հայաստանի սահմանին գտնվող թուրքական երկաթուղային գծի վերակառուցման աշխատանքները։ Կարսի նահանգի Աքիաքիայի շրջանի ղեկավար Իսմայիլ Թեմիրթաժն այցելել է շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախատեսվում է, որ տեխնիկական սպասարկման, վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո երկաթուղային գիծը կարդիականացվի, կդառնա առավել անվտանգ եւ արդյունավետ երկարաժամկետ շահագործման համար։ Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է ԱՆԻ-ի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Կողմերն ընդգծել են ԱՆԻ-ի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին ստորագրված արձանագրության կարևորությունը, պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը։ Հիշեցնենք, որ Հայաստանը եւ Թուրքիան Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին ստորագրել էին ԱՆԻ-ի կամրջի վերականգնման մասին փոխըմբռնման հուշագիր։ Ստամբուլի Սկյութար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատունը բղծելու գործով կասկածյալ Մուհարեմ Քյունը կալանավորվել է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ 55-ամյա Քյունը ցուցմունքում ընդունել է մեղքը, հայտարարելով, որ անօթևան է, որևէ մեկի ցելանք չի ստացել եւ զղջում է իր կատարածի համար։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով պաշտամունքի վայրերն ու գերեզմանատները վնասելու համար։ Այս հոդվածով նախատեսվում է 1-ից 4 տարվա ազատազրկում։ Գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին։ Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի գիշերը անհայտ անձը ներխուժել էր Ստամբուլի Սկյութար թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատուն, վնասելով 6 գերեզման եւ գերեզմանատան տարածքում գտնվող աղբյուրը։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։